բոլորիդ Հայաստանում անշարժ եւ կառուցապատման ոլորտի ամենասպասված մեծ իրադարձության տուն էքսպո 2025 ցուցահանդեսի։ Եթե պլանավորում եք տուն գնել, կառուցապատող ընտրելու փնտրտուքի մեջ եք, չեք կողմնորոշվում ում դիմել եւ որտեղից սկսել, այս ցուցահանդեսը ձեզ համար է։ Անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսը Տուն էքսպո Երևանը արդեն 6-րդ անգամ է տեղի ունենում։ Մեզ համար մեծ պարտություն է այսօր ցուցահանդեսի բացումից ժամեր անց տեսնել Լեփ Լեցուն դահլիճ, Լեփ Լեցու տաղավարներ, այո, մենք պլանավորել էինք, որ պիտի քաղաքը գա Տուն էքսպո, բայց որ ուրբաթ օրվա առաջի ժամերից այսպես լիքը կլիներ Մերիդիանը, այս պլանը չունեինք եւ ուրիշ ոչ մի տարում չենք ունեցել, նաեւ որպես վիճակագրական տվյալ ասեմ, որ առաջին անգամ մեր նախագրանցումները հատել են 12000-ի շեմը, այսպիսի վիճակագրություն մենք ոչ մի տարում չենք ունեցել, սա կրկնակի ավելին է նախորդ տարվա նախապես գրանցումների վիճակագրությունից եւ ըստ այդմ նաեւ այցելուների հոսքը պիտի ավելի մեծ լինի այս տարի։ Այցելելով Տուն էքսպո Երևան 2025 հնարավորություն կունենաք ծանոթանալ շուկայում առկա առաջարկի շուրջ 60%-ին։ Մեկ վայրում 100-ից ավելի ընկերություններ են ներկայացված տարբեր ոլորտներից՝ կառուցապատում, անշարժ գույքի գործակալություն, բանկային համակարգ, շինարարական գործիքներ եւ տեխնիկա, արևային վահանակներ։ Մեկ ամիս ինչ բացվել է էկոհիթովացման եւ տաքացման խանութ սրահը եւ ընդհանուր Տուն էքսպոն մեզ խթանում է որպեսզի brand awareness լինի, ինչպես նաեւ վաճառքները աճեն։ Էքսպոյի մասնակցում ենք առաջի անգամ, նպատակը մասնակցության ցույց տալ հաճախորդին, պատվիրատուին, ինչեր կարելի է ստանալ բնական քարերից։ Ակնկալում ենք, որ արդեն էքսպոյով մեզ կճանաչեն ու էքսպոյի շնորհիվ մենք կկարողանանք ել ավելի ճանաչելի դառնալ հանրությանը, քանի որ ավելի շատ մեր հայկական տենց ինչ որ ծանոթով է էլի մեզ մոտ, պլյուս արդեն նաև զարգացող դիզայներական ճարտարապետական ուղղություններով է մեզ ճանաչում։ Սա իրականում շատ հարթակ է մեր գնորդների, բնակիչների հետ շփվելու համար եւ ինչու՞ չէ նաեւ ներկայացնելու մեր նախագիծը։ Այս պահին մեզ մոտ նախագիծը ներկայացված է մակետի եւ վիդեո հոլովակների տեսքով եւ արդեն երկրորդ հատվածում մեզ մոտ բնակիչների համար նախատեսած, ովքեր ցանկանում են ավելի մանրամասն ծանոթանալ պրոյեկտին։ Ցուցահանդեսում ներկայացված են լինելու 15000 եւ ավելի բնակարաններ Երևանում եւ մարզերում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքով։ Առաջարկները սակայն Հայաստանով չեն սահմանափակվում։ Այսօր շատ ակտուալ է միություններում անշարժ գույք ձեռք բերելը, բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է ունենալ հուսալի գործընկերներ, որոնք ճիշտ կուղղորդեն, ճիշտ գույքի ընտրությունը, ճիշտ ներդրումը, որը հետագայում կլինի առանց ռիսկերի եւ մեծ շահութաբերությամբ։ Այս 3 օրերին սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին այն մարդիկ, որոնք որ անշարժ գույք ձեռք բերեն մեր միջոցով, ստանալու են նվեր ճամփորդություն դեպի Դուբայ։ Բացի դա, մենք ունենք հատուկ զեղչեր հենց էքսպոյի շրջանակներում։ Ցուցահանդեսի մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան օգտվել հատուկ առաջարկներից, զեղչերից, գնիչեցումներից։ Ավելին, հնարավոր է գործարք կատարել հենց տեղում 7 բանկերի մասնակցությամբ։ Ամբողջ էքսպոյի ընթացքում 3 աշխատանքային խումբ ունենք մասնագետների, հիպոթեկային, ովքեր 3 տարբեր լոքեյշնների վրա, սեղանների մոտ անընդհատ ընդունում են, սպասարկում են, խորհրդատվություն են տալիս, բարձաբանում են, որովհետև ամեն կառուցապատողի հետ բանկը անհատական սպասարկման պայմաններ ունի, այդ բոլորը պետք է ներկայացնել, բացատրել։ Առավոտից երեկո մի րոպե չի դադարում եւ շատ հաճելի է դա իրականում։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը Տուն էքսպոն ավանդական դարձած տոնի հետ է համեմատում։ Արդեն մշակույթի ուժով մենք երրորդ անգամն է Տուն էքսպոյի գլխավոր հովանավորն ենք, հոյակապ կազմակերպված մի միջոցառում, որը իրոք տոն է մեր քաղաքացիների համար, որովհետև նոր առիթ ունեցանք նշելու, որ շատերը այսօր մի փոքր սեղանի շուրջ միգուցե իրենց տանը տոնելու առիթ կունենան իրենց ամրագրված բնակարան ու առաջին հիմքերը, դրանով ընտանիք կստեղծեն եւ ավելի կզարգացնեն, կհզորացնեն մեր հայրենիքը։ Տուն էքսպո Երևանը կգործի սեպտեմբերի 5-ից 7-ը ժամը 11-ից 21-ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Գործում են նաև անվճար ավտոբուսներ հանրապետության հրապարակից յուրաքանչյուր կես ժամը 1։